Ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ընտրապայքարում իր 3 գլխավոր մրցակիցների հասցեին արված այս հայտարարությամբ Հայաստանի վարչապետը վիրավորել է առնվազն 1 միլիոն Հայաստանի քաղաքացիների, պնդում է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Նա նկատել է, որ ուժեղ Հայաստանի, ԲՀԿ-ի եւ Հայաստան դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50%-ին։ Ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Այս հայտարարությունը այսօր փորձել է պարզաբանել Հայաստանի վարչապետը։ Դուք արդյոք ճնշում չեք գործադրում հայաստանյան քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա, ովքեր կնախընտրեն ոչ թե իշխանություններին քվետալ, այլ ընդդիմադիր ուժերին։ Ոչ քավլիցի մտքով այդպիսի բան չի կարող անցնել։ Չի կարող անցնել, որովհետև դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը եւ իմ քաղաքական ծագումնաբանությանը։ Իր խոսքն արդարացնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը ուշադրություն է հրավիրել ընդդիմադիր այլ ուժերի վրա, որոնք դուր են գալիս վարչապետին։ Ընտրություններում լուրջ մրցակից չեն իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք, քրեական օրենսգրքով արգելված արարք եւ հղում անելով իր կրծքերին, ասի ինձ չպետք է, ինդուլգենցիա չեն, կրծքերը չեն կարող լինել։ Վերջին մեկ ամսում երրորդ ԿՊԱ-ականն է ներողություն խնդրում սխալ ձևակերպած մտքի համար։ Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից։ ԿՊԱ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է, խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն է։ Արգելված արարք եւ հղում անելով իր կրծքերին։ Երեք արտահայտած իր այս միտքը այսօր ԿՊԱ-ական պատգամավորը վիրավորական է համարել ու գրել է, եթե որևէ մեկը վիրավորվել է, ապա ներողություն է խնդրում։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահումը։ Ուրիշ։ Այդ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան Պաշտոնյանն։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես արել։ ԿՊԱ-ական պատգամավոր, քառօրյա ու 44-օրյա պատերազմները քննող հանձնաժողովների նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, որ իր որդու բանակում չծառայելու հանգամանքը բացատրել է բարձրակարգ տղա լինելու փաստով։ Իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահումը։ Ուրիշ։ Այդ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան Պաշտոնյանն։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես արել։ Անդրանիկ Քոչարյանն էլ գործընկերուհու պես մեկ օր հետո Facebook-ի իր էջում գրել է, թե կարծում է իր խոսքը տարակարծությունների, շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն է խնդրում։ Միլիարդներ եք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բան չի չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Հայաստանի վարչապետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։ Մետրոյում Արցախից բռնի տեղահանված երիտասարդ կնոջ վրա մատթափ տալուց, բղավելուց ժամեր հետո 2 անգամ ներողություն էր խնդրել։ Փորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Հարգելի Տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր ժողովրդի հետ։ Մենք ուժեղ օրգանական կապով կապված ենք մեր Բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների շղթան կարող է մեկ ընդհանուր պատճառ ունենալ։ Թերևս այսպես է կարծում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչը կարող է զինվորին ինքնասպանության հասցնել։ Ընտանեկան խնդիրները, թե հոգեբանական անկայունությունը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է արհեստական բանականության միջոցով պարզել ինքնասպանության կրկնվող հատկանիշներ կան արդյոք, թե ոչ։ Արհեստական բանականությունը կարող է ասի նրանք տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները, ինչ որ մի ընդհանրություն, եւ այդ դեպքում գուցե մենք հասցեակնում, որովհետեւ դեպքեր կա, որ իրոք չէ, վերջին դեպքը ինչքան ինձ զեկուցել են, ես չգիտեի, որ այսինքն հիմա ինչքան որ զեկուցել են, գրել է, որ զորամասում խնդիր չկա եւ այլն, 2 օր առաջ թույլտվություն ավերցրել եւ գնացել այցելել հարազատի գերեզմանի, որը ըստ մեր տվյալների նույնպես ինքնասպանություն ա գործել եւ եկել է նամակ գրել ու այդ արարքը թույլ ա տվել։ Ինքնասպանության այս դեպքը, որի մասին տեսանյութում խոսել է Փաշինյանը, ապրիլի 14-ին է տեղի ունեցել։ Զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանի մահվան վերաբերյալ քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ։ Պատրիարքարանից հաղորդել են, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ազգային ժողովի խոսնակի հետ զրույցում մտահոգություն է հայտնել հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի կառավարության միջև վերջին 1 տարում ընթացող առճակատման առնչությամբ։ Նա հույս է հայտնել, որ այս ապարդյուն առճակատումը կավարտվի մոտ ապագայում եւ որ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ կառավարության միջև կվերականգնվի հաշտությունն ու համերաշխությունը։ Ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը եւ իր որդին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նրանց ձերբակալել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը։ Նա նույն համալսարանի ֆիզկուլտուրայի եւ շախմատի ամբիոնի վարիչն է։ Բելգիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայաստանին սատարելուն եւ Ադրբեջանին զսպելուն ուղղված բանաձև, որը հեղինակել է падգամավոր Միշել Դե Մագդը։ Բանաձևը կոչ է անում պայմաններ ստեղծել, որ Արցախի ժողովուրդը կարողանա ապահով վերադառնալ իր հայրենիք, բայց շեշտում է, որ դա հնարավոր է միայն միջազգային հատուկ պաշտպանության մեխանիզմների առկայության դեպքում։ Բելգիացի падգամավորները պահանջում են, որ ադրբեջանական զորքերը անհապաղ դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ վերադառնան մինչեւ 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը։ Բացի այդ, խիստ պահանջ կա ազատ արձակել Բաքվում անօրինական պահվող բոլոր հայ գերիներին, պատանդներին եւ Արցախի քաղաքական ղեկավարությանը։ Հայդատի Եվրոպայի գրասենյակը բարձր է գնահատել այս քայլը, այն համարելով սկզբունքային դիրքորոշում։ Հորմուզի նեղուցը փակ է, թե բաց։ Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ նեղուցը փակված չէ եւ չի փակվի։ Առևտրային նավերը կարող են անցնել Իրանի վերահսկողության ներքո։ Այնուամենայնիվ, ըստ արտասահմանյան մամուլի, նեղուցը փակ է եւ պատճառն ամերիկյան շրջափակումն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները տեղի կունենան այս շաբաթավերջին։ Լավ նորություններ ենք ստացել, ամեն ինչ հաջող է ընթանում։ Հանգստյան օրերին կշարունակենք բանակցությունները եւ շուտով վերջնական պատասխան կունենանք։ Շատ հարցեր արդեն համաձայնեցված են։ Շրջափակումը եւ նախորդող ճնշումները խիստ ազդեցիկ էին։ Իրավիճակը հուսադրող է, բայց գլխավորը անփոփոխ է։ Մենք թույլ չենք տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Դա ամեն ինչից վեր է։ Ըստ Թրամփի կողմերի միջև զգալի շատ տարաձայնություններ կան։ Մնացել են հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն, ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը գրքին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի եւ Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը կավարտվի այն պահին, երբ համաձայնագիրը ստորագրվի։ Հարևան Իրանի օդային տարածքի մի մասը վերաբացվել է։ Երկրի արևելյան մասում գտնվող օդային երթուղիները բաց են Իրանի երկնքով միջազգային չվերթների համար, հայտնել է Իրանի քաղավիացիայի ծառայությունը։ ԱՄՆ նախագահը 1 ժամվա ընթացքում 7 պնդում է արել, բոլորը կեղծ, հայտարարել է Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այս ստերով նրանք պատերազմում չեն հաղթել եւ անշուշտ բանակցություններում ոչ մի տեղ չեն հասնի, նշել է նա։ Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայել Բաղային էլ հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը որևէ տեղ չի տեղափոխվի, իսկ դրա դուրսբերումը դեպի ԱՄՆ երբևէ չի դիտարկվել որպես տարբերակ։